Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Համարյանի գրությունը, որին կից ներկայացված է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վարդան Ղուկասյանի 12.02.2026 թվականի դիմում բողոքը։ Դատանը հրապարակում է դիմում բողոքի բովանդակությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ժամանակ է բողոքման կցկավանդակի թելերից և երիկանների շրջանում ցավերից և չեմ ստանում անորոշ բուժօգնություն, ուստի հնարավորություններս ձեր վարույթում դատական իսկին մասնակցելու համար չեն բավարարում։ Ընդունած տեղորայքը առաջացնում է թնդրածություն և անաշխատունակության հետևանք, ընդհանուր լարվածություն և անհանգստություն։ Արյանս մեջ շաքարի պարունակությունն այսօր կրկին արձանագրել է 14 նիշ, տեղորայք ընդունելուց հետո էլ գրեթե չարձանագրվեց փոփոխություն, հետևաբար տեղեկացնում եմ ձեզ, որ ի վիճակի չեմ մասնակցել այսօր 12.02.2026 թվականի ժամը 14:00-ին նշանակված դատական նիստին։ Խնդրում եմ իմ բացակայությունը ճանաչել հարգելի, միևնույն ժամանակ միջոցներ ձեռնարկել ինձ տեղափոխել հիվանդանոց։ Առկա է ամսաթվի և մեղադրյալի անհասկանման նշումը և վերջինիս ստորագրությունը։ Միևնույն ժամանակ դատարան է ստացվել նաև Երևան կենտրոն ՔԿՄ-ում կազմված արձանագրությունը 12 փետրվար 2026 թվական կալանավոր Վարդան Ղուկասյանին դատարան չներկայացնելու վերաբերյալ։ Դատարան հրապարակում է նաև այս արձանագրության բովանդակությունը։ Ես ՀՀՆԳՆ ոստիկանության ՀՎԳՎ ՀՑՎ Երևան քաղաքի ուղեկցման աշխատանքների իրականացման բաժնի տեսուչ ոստիկանության լեյտենանտ Մայակ Հարությունյանս մասնակցության ոստիկանության սերժանտ Գերասիմ Մելիքսեթյանի, ՀՀԱՆ Երևան կենտրոն ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ արդարադատության փոխգնդապետ Սողոմոնյանի, ներկայությամբ Երևան կենտրոն ՔԿՀ-ի կալանավոր Ղուկասյանի կազմեցինք սույն արձանագրությունն այն մասին, որ սույն թվականի փետրվարի 12-ին ժամը 13:45-ին կալանավոր Ղուկասյանը ներկայանալով Երևան կենտրոն ՔԿՀ-ի խոզարկությունների համար նախատեսված սենյակ, հայտնելով, որ հրաժարվում է ներկա գտնվել սույն թվականի փետրվարի 12-ին հակագործության դատարանում կայանալիք դատական նիստին, պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ, մասնավորապես կրծքավանդակի հատվածում ունի սրտի ցավեր, թութապտույտ, շաքարային դիաբետի հետ կապված խնդիրներ և այդ պարագայում չի կարող ներկայանալ դատարան։ Վերջինիս պարզաբանվեց, որ առանց համապատասխան բժշկական տեղեկանքի վերենշված պատճառաբանությունների հիմք չեն կարող հանդիսանալ, սակայն վերջինս կրկին հրաժարվեց ներկայանալ դատարան։ Արձանագրությունը կարդացվեց բարձրաձայն, առարկություններ չեղան, կալանավոր Վարդան Ղուկասյանը հրաժարվեց ստորագրելուց։ Առկա են մասնակիցներ Մելիքսեթյանի, Սողոմոնյանի ստորագրությունները, ինչպես նաև արձանագրությունը կազմեցել Հարությունյան ստորագրությունը։ Խնդրեմ հարգելի դատավորության կողմից, ինչ կարծիք ունեք ներկայացված առնչությամբ։ Շնորհակալություն պատմական դատարան։ Պատմական դատարան մեղադրանքի կողմը լսելով ձեր կողմից հրապարակված փաստաթղթերը ըստ էության արձանագրում է հետևյալը, որ բացի Վարդան Ղուկասյանի, այսինքն կալանավորված անձի հայտարարությունները առողջական վիճակի վերաբերյալ, որևէ այլ փաստական տվյալ, այդ թվում բժշկի կողմից, համապատասխան լավ մասնագիտացում ունեցող անձի կողմից ուսումնասիրության և օբյեկտիվ որևէ փաստական տվյալ առողջական խնդրի վերաբերյալ ըստ էության չներկայացվեց, առնվազն չկար այդ մասով որևէ նշում, այսինքն եւ արձանագրության մեջ ուղղակի նշվել է, որ բացակայում է բժշկական տեղեկանք։ Շատ լավ, եւ արձանագրության մեջը հստակ նշված է, որ դա պարզաբանվել է կալանավորված անձին, որից հետո ինքը շարունակել է, այսինքն հրաժարվել է ներկայանալ դատական նիստին։ Պատվարժան դատարանն այս դեպքում մեղադրանքի կողմի դիրքորոշումը ըստ էության հստակ է, այսինքն ստացվում է, որ մեղադրյալը չի կատարում իր վրա քրեական դատավորության օրենսգրքով տրված պարտականությունները, այն է չի ներկայացել ըստ էության դատական նիստին,
այս մասով պատվաստական մեղադրանքի կողմը միջնորդում է դատարանին ըստ էության կիրառել համապատասխան հարկադրանքի միջոցներ մեղադրյալի մասնակցությունը դատական նիստում ապահովելու տեսանկյունից, միևնույն ժամանակ նաև ցանկանում եմ անդրադարձ կատարել պաշտպանի չներկայանալու հիմքին։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանը ըստ էության չի ներկայացել դատական նիստին եւ որևէ տվյալ չներկայանալու հետ կապված չի ներկայացրել, սակայն վերջինս ևս պատշաճ ծանոթված է եղել դատական նիստին, այս մասով մեղադրանքի կողմը միջնորդում է այս չներկայանալը դիտել անհարգելի։ Շնորհակալություն ասեմ։ Պատասխան դատարանության միանում եմ գործընկերոջս, պաշտպանի չներկայացնելու հետ կապված իհարկե ամեն դեպքում արձանագրենք, որ այս պայմանությամբ ներկայացված չեն չներկայանալու վերաբերյալ բավարար հիմնավորումներ, իհարկե չգիտեմ, ես դատական նիստին կարող եմ այնպիսի հանգամանքներ ներկայացնել, որ ինչ-որ միտեղ նաև ինտերնետել են, իսկ մնացածը կապված դիտորոշում եմ ինձ ասելու բան չունեմ, մեն մեկ հանգամանք է զարմացնում, արդյոք նա պատահականությունը, որ մեղադրյալը այսօր չներկայացավ նիստին հրաժարվել է ներկայանալու եւ առանց դերակատարություն այդպես չի ներկայացել նաեւ պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Ես չեմ ուզում որևէ մեկի ներկայացնել, բայց ինչ-որ կասկածած դիտարկները, ուղղակի այս հանգամանքները բացատրում եմ դատարանը, եթե հարկաշին դերակատարություն դարձնելու։ Շնորհակալություն։